Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 2-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Այսօր արդեն հրապարակվել էր բանակցային ողջ փաթեթը, ոչ իհարկե ամբողջը, պարզայիշխանությունը ամբողջը չի ներկայացրել, բայց հարցը դա չի։ Հիմա գրքերը բորբոքված են շատ փոխադարձ մեղադրանքներով քննարկում են, տեսեք ժամանակինով ինչ արել, ավելի լավ է դա կթողենք մի քիչ, այսպես ասած, ջրերը կպարզի նոր անպայման, ես իմ գնահատականը դրան կտամ, մանավանդ որ պարբերաբար անդրադարձել եմ առանց այդ փաստաթղթերը գաղտնազերծելու։ Իհարկե Արադ Միրզոյանի հանդիպումը Եվրոպայում տարբեր պաշտոնյաների հետ ստորագրված փաստաթղթերի մասին անպայման երկրորդ մասում կանդրադառնանք, հիմա ուղղակի խոսենք ուկրաինական պատերազմի հետ կապված այն իրավիճակը, որովհետև գիտեք, օր չկա, որ դրան չանդրադառնանք եւ օր չկա, որ ամբողջ աշխարհը դրան չանդրադառնա։ Դրանով նոր աշխարհակարգ, այսինքն եթե մենք այդ աշխարհակարգի մաս ենք մեզ պատկերացնում, չենք սպասելու տեսնենք ինչ ալում, նոր ասենք դե լավ, մի բան կլինի, մենք էլ մամուլից կիմանանք, էլի մեր գլուխը ինչ եկավ։ Չեմ կարծում, որ դա լուրջ է։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիև ինչ է ասում։ Դեկտեմբերի 2-ը կարևոր օր է աշխարհի համար, նախագահ Տրամփի թիմը կլինի Մոսկվայում, են բանագնացների մասին է խոսքը Տրամփի եւ Ուկրաինայի խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Իհարկե այդպես առանձնահատուկ կարևոր ներկայացնում կարևոր օր է, բայց հարցը նա է, որ այնպես չի, որ այդ կարևոր օրը վերջնական ամեն ինչ որոշման են գալու, ուղղակի ինքը այնքան են կարևորում մի հատ լուծում գտնելը, որի հետ կապված տենց առանձնահատուկ, իհարկե արդեն Ուիտկոֆը Մոսկվայում է, հանդիպումը կլինի, դրանից հետո մենք կանդրադառնանք, բնական է այսօր այլևս չենք հասցնի, վաղը կանդրադառնանք դրան, թե ինչ են քննարկել, միևնույնն է, մենք պետք է հասկանանք, թե ինչ է աշխարհը ակնկալում, ինչ է Ռուսաստանը ակնկալում։ Ռուսաստանը եթե նույնիսկ այսպես համարենք, որ շահեկան վիճակով ինքը պատերազմը դադարեց, Ռուսաստանը այս վիճակով ինչ է ասելու կամ ինչ է անելու, որտեղ սանկցիաները չեն հանելու։ Եվրոպան համառորեն դա շարունակելու է։ Հետևողականորեն մենք կտեսնենք, որ Եվրոպան շարունակում է թե սանկցիաները, թե նախապատրաստվելը, թե զինվելը, այնպես չի լինելու, որ այս վիճակով սառեցված պատերազմը վերջ ամեն ինչ, մանավանդ Դոնալդ Տրամփի ազդեցությունը մի փոքր պակասեց, ցանկացած մի հատ կայծը կարող է նորից բորբոքի այդ ամեն ինչը։ Դա համար մենք պետք է շատ ուշադիր լինենք, որովհետև Հայաստանի հետ կապված պատկերացնում եք ինչ իրավիճակ է, Ռուսաստանի հետ վերաբերմունքը, մեր օրակարգը, շատ-շատերը, որ մանավանդ տեսնում են, որ բա որ հանկարծ Դոնալդ Տրամփը ճնշի եւ Ռուսաստանը չպարտվի, բա տեսակ ուրեմն հաղթեց, ուրեմն եթե չպարտվեց, ուրեմն հաղթեց կամ դա համարում եք նույնիսկ պարտություն չի, հա, տան այդքան մարդկանց կոտորել երկիրը տալ բանին Հնդկաստանին ու Չինաստանին, այդքան սանկցիաների ու պարտքերի տակ կոխել, հա, այդքան կտրվել բանից Եվրոպան կտրվի էներգոռեսուրսներից Ռուսաստանի, այդ հիմնական իր եկամտի աղբյուրներից եւ դա երկիրն էլ դնես ռազմական ռեսուրսերի վրա բյուջեի 40%-ը ռազմական ծախս։ Այդ որ հիմա անում ես, ինչ ես անելու։ Ենթադրենք այսօր ուկրաինական պատերազմն ավարտվեց։ Այդ 800,000 մարդասպանը վարձու, մեկ էլ բյուջեի 40% ծախսը, որ հնայիդ համարյա 8%-ն է։ Ինչ ես անելու։ Դրանով պետությունն է պահվելու։ Բայց դրա համար օրը մի բան տեսնում եք ինչ է ալնում։ Թոշակները բարձրացնենք 75 տարի դարձնենք, մտան սպասեք գոնե այդ մարդիկ այդքան տարի ապրեն։ Տարբեր տեղեր արդեն վճարումները չեն անում, պատերազմում կռվածների, հետեկածների, արդեն խնդիրները առաջանում, ասում է ձեր քաղաքները, որոնք որ հարված է հասցրել Ուկրաինան, ինչու պետք է մենք ձեզ տներ տանք, հետո դատի գտանք Ուկրաինային պատերազմից հետո ինքն է գգա կվերականգնի, լավ վիճակը պատկերացրեք, իրանք պատերազմ են սկսել, խփել են ուկրաինացիների տները քանդել են, նրանք հակառակ կրակել են, ասում են ինչ որ քանդել են, դե ուկրաինացիք է թող սարքեն, որովհետև փող չունեն, բա ինչ հիմարություն դուս տան։ Իսկ այս ամեն ինչը մեզ ուղղակիորեն վերաբերում է թե աշխարհաքաղաքական առումով, թե այն գործընկերությամբ, որի մեջ ներքաշված ենք Ռուսաստանի հետ։
Իսկ հիմա տեսնենք Ռուսաստանը ընդհանրապես այս խաղաղության գնացող Ռուսաստանը, Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն հաղորդել է. Ֆրանսիան շարունակում է ուսումնասիրել ուկրաինական հակամարտությանը անմիջականորեն մասնակցելու տարբերակները։ Սա մասնավորապես կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 2025-10-30 որոշման նպատակն է, որը թույլատրում է մասնավոր ռազմական ընկերությունների օգտագործումը զինված հակամարտություն ապրող երրորդ երկրներին օգնություն ցուցաբերելու համար։ Հիմա իբր թե իրանց հետախուզությունը եսին ինչա հայտնաբերել։ Այդ այն հետախուզությունը չի, որ 3 օր հետո աղոհացով պիտի դիմավորեին Ուկրաինայում։ Նույնիսկ ամենաամփույթ եվրոպացի դիտորդը կասկած չունի, թե որ երկրի մասին է խոսքը։ Ուկրաինայի շարժական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները եւ նրա տրամադրության տակ գտնվող մի քանի F-16-երը չեն կարողանում որսալ ռուսական օդային թիրախները։ Միրաժի եւ այլ ինքնաթիռների տիրապետումը պահանջում է ժամանակ եւ բարձր հմտություններ։ Ահա թե ինչու դե Միրաժն էլ արդեն ֆրանսիականն է, F-16-ն ամերիկյանը։ Ահա թե ինչու Կիևին անհրաժեշտ կլինեն օտարերկրյա մասնավոր ռազմական ընկերություններ, որոնք հագեցած կլինեն ժամանակակից արևմտյան, հիմնականում ֆրանսիական զենքերով։ Այնուամենայնիվ Փարիզը չպետք է խաբվի մտածելով, որ սա իրեն ազատություն է տալիս, միաժամանակ խուսափելով հակամարտությանը իր զինվորականների ներգրավվածության պատասխանատվությունից։ Ֆրանսիական մասնավոր ռազմական ընկերությունների ներկայությունն Ուկրաինայում, որոնք վերոնշյալ հրամանագրում համեստորեն անվանվում են զինված ուժերի նախապատրաստության ռեֆերենս օպերատորներ, Մոսկվայի կողմից կդիտարկվի որպես Ֆրանսիայի անմիջական մասնակցություն Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին։ Հետևաբար ֆրանսիական մասնավոր ռազմական ընկերությունները կդառնան Ռուսաստանի զինված ուժերի հիմնական օրինական թիրախը, նշված է հայտարարության մեջ։ Մի հատ հարց է ծագում, բա դուք գնում եք խաղաղության։ Ֆրանսիան ի՞նչն է միրաժներով օգնելու, ում է հարվածելու։ Բա որ գնում եք խաղաղության, ուրեմն գնացիք խաղաղության։ Էս ինչ հաթաթա տալա։ Հա, այսինքն դուք չեք ուզում գնաք խաղաղության եւ ինչու պատճառ ապեք, թե ինչի չեք գնում խաղաղության։ Ֆրանսիացիներն իրանց լավ չեն պահում, մի հատ հրամանագիր ունեն ստորագրած։ Հիմա դուք տեսնում եք, որ այս մարդիկ խաղաղություն են ուզում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վոլոդիմիր Զելենսկուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. Կամավորների կոալիցիան ավարտել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքը։ Առաջիկա օրերին ԱՄՆ ներկայացուցիչների եւ կամավորների կոալիցիայի միջև տեղի կունենան կարևոր քննարկումներ այս երաշխիքներին ԱՄՆ մասնակցությունը պարզաբանելու համար։ Ինչպես տեսնում եք, Եվրոպան փորձում է ամեն ինչ անել Ուկրաինայի շահերը նորմալ ձևով արտահայտելով, դա նշանակում է նաև Եվրոպայի շահերն, որը իհարկե Ռուսաստանը բավական ծանր են տանում։ Փարիզում Վոլոդիմիր Զելենսկուի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ։ Մակրոնը ներկայացրել է նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները։ Ակտիվությունը տեսնում եք նաև Էմանուել Մակրոնի, ինչքան էլ ինքը երկրի ներսում խնդիրներ ունենա, ինչքան էլ փորձեն ամեն ինչով լարվածություն առաջացնեն, ինչքան էլ մոտենում է իր պաշտոնավարման ժամկետի ավարտը 2027 թվականը, բայց համառորեն մինչև վերջ ինքը փորձում է այդ շահերն առաջ տանի։ Իսկ Ուկրաինայի Գերագույն Ռադայից հիմա արդեն ողջևորվել են ու սկսել են բաներ անել, էլի, սենց իրանց համար նենց օտարին սպասարկելու մի հատ հետաքրքիր բաներ ամրկներով անցել։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը հայտարարել է. Զելենսկին կհեռանա այս շաբաթ։ Ինձ տեղեկացրին, որ Զելենսկուն հրամայվել է հեռանալ այս շաբաթ։ Իսկ Ռադայի մեկ ուրիշ պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկու խոսքով Զելենսկին կարող է կամավոր հրաժարական տալ իր պաշտոնից։ Այսինքն ով է հրամայել Զելենսկուն, որ հեռանա, էլի մեկը հարցնի։ Դու ուրախ ես, որ որևէ մեկը կարա քո նախագահին, եթե դու նույնիսկ ընդդիմադիր ես, հրամայի, որ նա դա կատարի։ Ակնհայտ է, որ Զելենսկին նախապես ասել է, այս ինչ եք խառնվել իրար։ Նախապես այդ մարդը ասել է, որ պատերազմը հենց որ կավարտվի, կանենք ընտրություններ, որ ընտրությունները լինի, ես հավակնություն չունեմ երկրորդ անգամ մասնակցելու։ Էլ ինչ եք քննարկում։ Եթե չկա պատերազմ, ելնում է ընտրություն, եթե ելնում է ընտրություն, ինքը չի մասնակցում։
Այդ մտամ դուք ընեցել մի ինֆորմացիա եք ստացել, ձեզ զանգել է Տրամփն ասել է հանձնարարել եմ, դուք էլ արդեն ոգևորված հայտարարում եք։ Հայտարարում եք մի բան, որ ակնհայտորեն բխում է դրանից, որ այդ մարդը օբյեկտիվորեն դարձել է պատերազմի նախագահը։ Պատերազմն ավարտվեց, ինքը գնում է։ Եթե չի մասնա, պատերազմն ավարտվեց, ընտրությունը ավարտվեց, ինքը չի ընտրվելու, որտե չի մասնակցելու։ Ինչ եք քննարկում, ոգևորված։ Մտամ շատ ինֆորմացված տղեկ եք, էլի։ Իսկ հիմա էլ Հունգարիա արտգործնախարար Պետր Սիարտոն ինչ է ասում, էլի, որտեղ Հունգարիան դե շատ լավ գիտենք, ինչ ձևով է սպասարկում Ռուսաստանի շահերը։ Ասում է Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի հետ ռազմական բախման, որը կարող է տեղի ունենալ 2030 թվականին։ ԵՄ ռազմավարական փաստաթղթերում նշված է, որ Եվրամիության երկրները պետք է մարտական պատրաստվածության հասնեն մինչև 2029 թվականը, որը հնարավորություն կտա Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմ սկսել 2030 թվականին։ Հունգարիայի արտգործնախարարի խոսքով առաջիկա ժամանակահատվածում ամբողջ մայրցամաքում հրդեհի վտանգ կա, դե այդ հրդեհը ճակերտների մեջ։ Հիմա հարց, բա եթե քո Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի, այս նախ ինչ որ ասում ես, դե բացահայտում չկա դրա մեջ, գաղտնիք չկա դրա մեջ։ Այդ ամեն ինչը նույնիսկ ռազմական մասնագետներն են ասում, որ այո, մենք պետք է նախապատրաստենք, դրա համար նաև հարմար հնարավորություն կա ռազմական ծախսերն ավելացնել, այս անել են անել, որտեղ ուկրաինական պատերազմից հետո միևնույնն է, մենք չենք գնալու սանկցիաները չենք անելու, նախապատրաստվելու ենք, որտեղ Ռուսաստանը միշտ մնալու է սպառնալիք։ Հիմա իրանք իրանց կարծիքով բացահայտում արեցին, որով օգնեցին Ռուսաստանին, ինչ օգնեցին Ռուսաստանին։ Ռուսաստանին բացատրեցին, որ իմացի, որ այնուամենայնիվ Եվրոպան զինվում է եւ այս պատերազմը, որ դադարի, քեզ օգուտ չի։ Իհարկե, հետո Ռուսաստանը կհասկանա, որ Դոնալդ Տրամփը իրենց շատ մեծ վնաս տվեց։ Ինչի, որտեղ 2024 թվականին, երբ որ Դոնալդ Տրամփը արդեն նախընտրական իր խոսքի մեջ սկսեց խաղաղությունից խոսել, դրանով հույս տվեց Պուտինին։ Էլ ինչի գնանք պատերազմը դադարեցնելու, եթե հնարավորություն կա, որ Տրամփը ընտրվի եւ մեր ուզածը անի։ Եվ սկսեց ավելի լավ զինվել, սկսեց ավելի շատ զենքեր վերցնել Կորեայից, այստեղից, ընդեղից, մոբիլիզացիան էլ մի խայտառակ վիճակ, ռազմական ծախսերն ավելացնել, մետր առաջ գնալու համար հսկայական զոհեր տալ, հսկայական տեխնիկա, ասես ուղղակի լցնել մի փոքր հատվածի վրա, որ այնքան ցույց տան առաջ խաղացում, որ բանակցության հետ կապված օգնի։ Հիմա էլ Պուտինն ասում է, առաջ են գնացել այս բնակավայրերում, որ Ուիտկոֆի հետ հանդիպի դնի բանակցային սեղանին։ Տեսեք, մենք առաջ ենք գնացել, այսինքն դե դուք Ուկրաինային եք փրկում, ոչ թե մեզ, էլի։ Այսինքն այս վիճակով Տրամփի վատությունը որն էր, որ Ռուսաստանը քաղաքական որոշմամբ կարար պատերազմը դադարեցնել, որ հասկանար անիմաստ է։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ընտրվեր մեկը, որ ավելի ռադիկալ ձևով ասեր, դե շարունակենք, ուրեմն նշանակում է Ռուսաստանը եւս 4 տարի կռվելու շանս չուներ։ Նա ուղղակի անիմաստ կլեր, շարունակել մի ձև կգտներ։ Բայց հիմա երբ որ Տրամփը հույս տվեց, սրանք էլ ոգևորված ասում են, դե մի բան անենք, նույնիսկ եթե պատերազմը դադարի, շատ ավելի վատ վիճակում է Ռուսաստանի տնտեսությունը, շատ ավելի վատ վիճակում, ու այդ ընթացքում Ուկրաինան զինվում է, ու այդ ընթացքում մարտական պատրաստվածություն է անցնում, այդ ընթացքում Եվրոպան զինվում է, այդ ընթացքում Եվրոպան փորձի փոխանակում է անում Ուկրաինայում։ Այսինքն հետագայում կհասկանան, թե Տրամփի հույս տալը ինչ վատություն էր Ռուսաստանին։ Այդ հիմա դեռ տակ են, լավ չեն պատկերացնում, թե արդյունքում ի վերջո ինչ ստացվեց դրանից։ Անիմաստ տեղ է ձգել Ռուսաստանին լավություններ, թե վատություն։ Իսկ այն դեպքում, երբ որ դեմոկրատները, երբ որ նույնիսկ Կամալա Հարիսը, որ էքստրեմալ պայմաններում դարձավ թեկնածու, ինքը առաջադրված չէր, եւ այդ առիթը պետք է օգտագործեր, որ մի քիչ ավելի ռադիկալ ձևով ասեր, հա, թիմի անդամ եմ, ու այդ մասին մի քանի անգամ ես ասել եմ, թիմի անդամ եմ, բայց ավելի ռադիկալ ձևով ինքը խոսեր, որ եթե ինքը գալիս է, չի գալի Բայդենի ծրագիրը շարունակելու, որտեղ Բայդենը տարիքով մեծ էր, արդեն չէր ասոցացվում, էլի, ռազմատենչ գործողություններ անողի հետ։ Ինքն էս դներ ու ասեր, տեսեք ինչ ենք անելու, ավելի կոշտ ձևով անելու ենք, ինքը շահեկան դիրքում կհայտնվեր, որովհետև կնային Դոնալդ Տրամփ տղամարդ, հա, որը որ կանգնել վայ խաղաղություն, էսա, մեկ էլ էս կինը գալիս ասում է, ինչ խաղաղություն,
աշխարհին էսա պետք, այս պետք է անենք Ամերիկայի հեղինակության հարցն է, Ամերիկայի պարտավորությունների հարցն է, ու այդ իր կոնտրաստը, որ այս կինը տեսեք, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դες առանձնապես այնուամենայնիվ կոնսերվատիվ է ընտրողը, նա չի ընտրում, էլի նախագահ, կին նախագահ, այդպիսի շանսերը չի աշխատել, բայց գոնե մի անգամ բացառություն Քամալա Հարիսի համար արել, որովհետև փոխնախագահ էլ չէր ընտրում։ Երկու հատ տենց անհաջող դեպք եղավ չանցան, ինքը այնուամենայնիվ այդ բացառությունը եղավ։ Շանս կարող է ունենալ այդ բացառությունը լինել նաև նախագահի հետ կապված։ Եթե մարդիկ նային ու այդ տարբերությունը տեսնեին, ինչ ասում ինքը, ինչ ասում Տրամպը։ Բայց երբ որ տեսան, որ դեռ այս պատերազմը ձգվելու է, ծայրը չի երևում, ինչ ենք ներքաշում դրա մեջ, Տրամպն էլ շուտ խաղաղություն է խոստանում, ավելի լավ է իրան ընտրենք, մեր տնտեսության վիճակն է կբարելավի։ Ուզեմ ասեմ, այդ հարցում հետո կհասկանան, որ Ռուսաստանին սա օգուտ չէր։ Իհարկե դրան դեռ կանդրադառնանք։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խնդիր է որակել ուկրաինական կարգավորման շուրջ եվրոպական կողմի հետ երկխոսության բացակայությունը եւ եվրոպացիների կողմից Ռուսաստանին այս հարցում լսելու դժկամությունը։ Այս ինչի մասին խոսում ենք, որ Եվրոպան չի զիջելու։ Եթե Եվրոպան չզիջեց, պատերազմը ոնց էլ դադարեց, եթե դրանից Իրան տուժած է զգալու Եվրոպան ու Ուկրաինան, ուրեմն պատերազմը չի ավարտվի։ Այսինքն ընդհակառակը պետք է նախապատրաստվեն ավելի կարևոր իսկ պատճառ միշտ կգտնվի։ Մենք չենք շփվում եվրոպացիների հետ, Պեսկովն ասում, մենք երկխոսություն չենք ունենում, ոչ մի խոսք։ Ինչպես կարող եք իմանալ ձեր գործընկերների դիրքորոշումները նման բարդ հարցի վերաբերյալ, եթե չեք շփվում միմյանց հետ, սա մեր ամենամեծ խնդիրն է, ասել է Պեսկովը։ Այսինքն հիմա ասենց ուղղակի հուզված ուզում են Եվրոպայի հետ շփվեն։ Բա անհարգալի ձևով ասում եք Եվրոպանով է որ շփվենք, այնա Տրամպի հետ հարցերը կլուծենք։ Հիմա տեսակ, որ Տրամպը առանց Եվրոպայի չի կարող հարցերը լուծի։ Հիմա հասկացաք, որ Տրամպը ինչ հարցեր լուծի, Տրամպը գնալու է, բայց Եվրոպան ձեր հարևանն է, որը ձեզ չի ներելու։ Հիմա նոր հասկացել եք, որ երկխոսությունը բացակայում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին մինչև նոյեմբերի 28-ը ժամանակ է տվել երկիրը լքելու համար, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո նա հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքի փակման մասին։ Այսինքն սա այն էր, որ ինքը հայտարարեց, որովհետև այդ մի շաբաթը լրացավ եւ Մադուրոն երկիրը չլքեց։ Իհարկե Մադուրոն բանակցություններ ավարում, այդ իհարկե որոշակի արտահոսքա գնում, ում կտան երաշխիքներ անվտանգության, ինչ կլինի իր թիմակիցներին էս կանեն, են կանեն, սանկցիաների տակից կանեն, բայց դա դնենք մի կողմ։ Հարցը դա է, որ մինչև այս պահը արդեն անցել է տված վերջնաժամկետը, բայց դեռ հարցը լուծված չէ։ Եվ սա էլ ասենք խնդիր է, որը Դոնալդ Տրամպը ինքը իր համար խնդիր սարքեց։ Եթե չլուծի, բա ինչ ալնելու։ Այսինքն ուզի պետք է ինչ որ բան անի տակից դուրս գալու համար։ Եվ դրան շատերն են սպասում, թե բա ինչ է անելու, եթե խոսքը վերաբերում է հենց քու տարածքում, էլի։ Նիդերլանդները եւս 250 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինային զենքի գնման համար։ Պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը հայտարարել է, որ դա կարվի ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակում։ Մենք ամեն օր Ուկրաինայում ծանր ավիահարվածների ականատեսն ենք լինում։ Կարճաժամկետ հեռանկարում ուկրաինացիներին օգնելու միակ միջոցը ամերիկյան պաշարներից մարդասիրական օգնություն մատակարարելն է։ Հետևաբար ես հայտարարում եմ, որ Նիդերլանդները եւս 250 միլիոն եվրո կհատկացնի։ Բրյուսելում ԵՄ գործընկերների հետ հանդիպումից առաջ ընդգծել է նախարար Բրեկելմանսը։ Այսինքն տեսնում եք, որ եթե հրատապ սենց զինում են Ուկրաինային, հիմա դուք կարծում եք, որ իրանք մտածում են այսօր եկուց այդ պատերազմը ավարտվել է ու իրանք տենց հրատապ այդ փողերը գցում են, առնում են պահեստների ձենքը ու տալիս են, այսինքն իրանք գիտեն, որ սա այս խաղաղությունը չի լինելու, որևէ ձևով ինչի էլ հանգեն չի լինելու։ Դա է պատճառը, որ իրանք շարունակում են զինվել, ու դա է պատճառը, որ Ռուսաստանն էլ է տեսնում, որ Եվրոպային չի կարողանալու համոզել, չի կարողանալու խաբել։ Տրամպին էլ այդ խաբելու չափը վերջացել է, ինչ որ պարտավորություններ է մնացել Տրամպի մոտ Պուտինի հանդեպ, որի վրայից չի կարող անցնի, բայց դե ստիպված ալնելու, որովհետև ամբողջ աշխարհին հո դեմ չի գնալու։ Իսկ հիմա հետարքիր բան, մեծ Բրիտանիայի վարչապետը մի բան ասել, երեգել ենք մենք իր թեմային անդրադարձել, այսօր ինձ հաճելիորեն զարմացրեց ինքը իր այս անկեղծությունը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը Չինաստանն անվանել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության սպառնալիք։
Այո, սա մի երկիր է, որն իրական սպառնալիք է ներկայացնում միացյալ թագավորության ազգային անվտանգության համար։ Միևնույն ժամանակ Սթարմերը քննադատել է Լոնդոնի և Պեկինի միջև ամուր հարաբերությունների բացակայությունը։ Ժամանակն է լուրջ մոտեցման, մերժելու ոսկեդար կամ սառցեդար պարզունակ երկուական ընտրությանը և ընդունելու այն ակնհայտ փաստը, որ հնարավոր է աշխատել և առևտուր անել երկրի հետ, ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Ինչի եմ ասում, որ հաճելիորեն զարմացած եմ, որովհետև Դոնալդ Թրամփը ինչ եկել էր իշխանության, ներկայացնում էր Չինաստանին որպես սպառնալիք, դրա համար պետք է Ռուսաստանին Իրանով աներ, Չինաստանին մեկուսացներ։ Եվ 100 անգամ ասած կլինենք, որ կոպտագույն սխալ է անում Դոնալդ Թրամփը, ինքը պետք է ընդհակառակը Ռուսաստանին մեկուսացնի, Չինաստանին ժեստեր անի, միևնույն է Չինաստանը ինքը չի կարող վստահել եւ մրցակցային առումով պետք էլ չի որ վստահի, բայց ժամանակավոր պետք է նրա այդ նորմալ աշխատի, մինչեւ որ կարողանա Ռուսաստանի հարցը լուծի եւ Չինաստան իրարից փոխի։ Եթե դու ուզենաս Չինաստանին մեկուսացնես կամ սպառնալիք համարես, Չինաստան Ռուսաստանի ուսին նստածա չի իջնելու ընդեղից։ Տենց էլ մնալու է, միասին գործելու են քուդեմ։ Այդ դեպքում ոչ մի բան չես կարողանալու անես։ Անիմաստեղը Ռուսաստանին ուժեղացնելու են։ Հիմա այս նույն բանը, երբ որ ասում է Կիր Սթարմերը, որ այո, գիտենք սպառնալիք է, բայց այսօր եթե մենք սպառնալիքի հարցը չենք լուծում, եկեք համագործակցենք, այլ ոչ թե սպառնալիքի հետ կապված ինչ անենք, հիմա զինվելու ենք Չինաստանի հետ կռվենք, այսինքն մտածենք այդ սպառնալիքը չեզոքացնելու մասին, հետ արի աշխատենք, մինչև մենք հասկանանք, թե ինչ ենք անում, որ մնացած առումներով թևերը կտրվի Չինաստանի, այլ ոչ թե Չինաստանը գործընկերներ հավաքի։ Սա նաև ուղղակի չնայած այնպես չի, որ սա ուղեցույց է Տրամփի համար, Տրամփը արդեն գլխի հանգել, դե տեսեք, այս վերջի ընթացքում Չինաստանին ժեստեր էր անում։ Ուզեմ ասեմ, լավ է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ այդ մասին հրապարակավ ասեց, որ այո, եթե այն աշճանի սպառնալիք է, որին այս պահին չես կարող չեզոքացնել, ավելի լավ է հետը աշխատես, մինչև տեսնես հարմար պահը։ Իսկ հիմա Ռուսաստանից ինչեր են հնչում, սա էլ մենք հասկանանք ու անցնենք արդեն մեր հայկական իրադարձություններին Հայաստանի վերաբերող։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Չինաստանի արտգործնախարար Վան Յի հետ հանդիպմանը հայտարարել է. Ռուսաստանը եւ Չինաստանը թույլ չեն տա հանցավոր ռեժիմների վերածնունդ Եվրոպայում եւ Ճապոնիայում։ Ռուսաստանը հետևողականորեն եւ անսասան աջակցում է Չինաստանին Թայվանի, Սինձյանի, Տիբեթի եւ Հոնկոնգի հետ կապված հարցերում, ասել է Շոյգուն։ Իհարկե այս բոլորը որ թվարկած է այդ մյուսների հետ կապված Չինաստանը խնդիր չունի, թե չգիտեմ ինչի է հիշել, նրանց կարգավիճակը կամ ինչ որ բան ժամանակին ոնց էր, ոնց չէր, մի չկա էլի նման խնդիր։ Ուղղակի Շոյգուն sense ճոխացույց տալիս էլի, տես մենք ամեն հարցում բան ենք, զորակցում ենք, աջակցում ենք, բայց խնդիրը ուրիշ է։ Հիմա տեսեք ինչ են ուզում անեն, Չինաստանին իրանցով անելու մասին է խոսքը, այն ինչի մասին որ խոսում են Կիր Սթարմերը ասեց։ Ռուսաստանին, եթե Ռուսաստանի հարցը չլուծեցի, դու Չինաստանի հարցը չես լուծելու։ Սա է։ Չինաստանը դեռ խաղեր է տալու Ռուսաստանի հետ։ Չինաստանը իսկ ինչի պիտի չտա որ։ Եթե դու Ռուսաստանին օկուպանտ չես համարում, Չինաստան Ռուսաստանը հետ ինչի պիտի չաշխատի։ Եթե դու չես ասում համաշխարհային հանրությունը օկուպանտի հետ ոնց կարա համագործակցի։ Չինաստանն էլ խուսափ է ասիսկականից։ Այն առևտուրն անում եմ, ավել բանին չի սա պետք։ Իսկ եթե դու ասում ես, որ նա օկուպանտ չի, Չինաստանը չի պետք է աշխատի։ Մանավանդ շահ ունի դրանից։ Իսկ հիմա տեսնում ես ինչ ձևի են ճոռոմ խոսում։ Ագրեսորները ոնց են խոսում։ Եվրոպային մեղադրում, Ճապոնիային մեղադրում, որովհետև մեկը չկա, որ ասի երիտասարդ Իսկ այդ որ Եվրոպային անուն ես դնում, այդ հանցավոր ռեժիմներ, վերածնունդը թույլ չենք տա, այսինքն ժամանակվա հանցավորների վերածնունդը թույլ չենք տա Ճապոնիայի եւ եվրոպական հանցավոր ռեժիմի հետ ով էր եղբայրություն անում։ Խորհրդային միությունը չէր 39 թվականի օգոստոսի 23-ին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի 10 տարվա չհարձակման պակտի հետ կապված նաև գաղտնի փաստաթուղթ ստորագրել Եվրոպան կիսելու իրար մեջ։ Հանցավոր ռեժիմը դուք չէիք։ Պատկերացրեք Գերմանիան չէր հարձակվում խորհրդային միության վրա։ Գերմանիան ինչ էր ելնելու։ Ռուսաստանի աղբերը։ Այս կողմից նա էր վերցնում, այս կողմից դու էիր վերցնում, դառնում եք իրար հարևան։ Այսինքն դու որ Գերմանիային անուն ես դնում ինչի համար։ Գերմանիան քո պես ֆաշիստ է եղել, էլի տարբերությունը նա է, վերջում ինքը քո վրա էլ է հարձակվել։ Վերջ։ Քանի չէր հարձակվել իրար հետ աղբեր էիք։
Մեր պատմության գրքերում ոնց էին ասում, ուխտադրուժ հարձակումը, ռուսներն էլ վերալոմն է нападение։ Իհարկե այն ժամանակ այդքան մանրամասը բան չգիտեինք, բայց քանի որ միշտ քննադատաբար մտածելակերպ ունեցել եմ նաև երեխա տարիքում, ասում ենք ոնց։ Ուրեմն գերմանացիների հետ ուխտ է եղել, ուխտը դրժել են, հա գերմանացին։ Այ մարդ, ուրեմն փաստորեն այտենց դավաճան բան են արել, ինչ աղբերության մեջ դավաճանությունը։ Բա նեմեցը ձեր աղբերն էր, ու որ չդրժեր, ինչ էր ստացվելու։ Սեպտեմբերի 1-ին, օգոստոսի 23-ին քո հետ կնքել է, սեպտեմբերի 1-ին հարձակվել Լեհաստանի վրա։ Ձեռները ազատվել է, հարձակվել է։ Բայց սեպտեմբերի 17-ին խորհրդային միություն դու Լեհաստանին չէիր մտել։ Որ դարել էիք հարևան նեմեսների հետ։ Բայց այդ չես ասում։ Ով պետք է դա ասի։ Հա մեր մոտ մեր ռուսների հետ աղբերությունը, թե իշխանությունը, թե ռուսամետ ընդդիմությունը, ով պետք է դրա մասին խոսա։ Որ Եվրոպային անուն դնելով ման է գալի ֆաշիստ, նացիստ, ով, սա Եվրոպան այդ ֆաշիստ նացիստի դեմ կռվում էր։ Ում եք անուն դնում։ Կամ ի վերջո, Ֆինլանդիա որ մտել եք, հարցածագում, չէ, ասում են, սահմանն ուզում ենք մեզանից հեռացնենք, դրա համար ենք Լեհաստան մտել կամ Ֆինլանդիա։ Մարդը հարց է տալիս, չէ, պարզ լոգիկայի հարց է։ Ում ինչի եք հեռացնում սահմանը, ով էր ձեր վրա հարձակվելու, Գերմանիա։ Բայց 10 տարով պայմանագիր եք ընկել ձեր աղբերներ։ Այսինքն դուք Գերմանիային մտածում եք, որ ձեր վրա պետք է հարձակվի, դրա համար եք սահմանն առաջ տանում։ Բայց չի պետք է հարձակվեր որ։ Իսկ հարձակվել էր, խաբար չէիք։ Ստալինը լռել էր, ծպտունը դուրս չէր գալի։ Քանի տեղից ինֆորմացիա իմացա, որ Գերմանիան հարձակվել է, ասում էր պրովոկացիա, ուզում են կռվացնել գերմանացիների հետ, մենք չենք հավատա, իրանց տես բան չկա։ Վերջի պահին էլ ասեցին, էլի չհավատաց։ Կռիվը սկսեց, էլի չէր հավատում։ Որտե մտածում են, ինչի պետք է հարձակվի իր աղբերը իր վրա։ Այս պատերազմն է, որ նենց գլուխները հալել եք մարդկանց, թե Ռուսաստանը գիտեք, սենց ֆաշիզմի դեմ, նացիզմի դեմ կռվում էր։ Ում դեմ էր կռվում, մինչև քո վրա հարձակվելը մի ֆաշիստ էլ դուք էիք։ Ֆինլանդիան ասում առաջ տարանք, որպեսի հետագայում գիծը են կողմ գնա։ Դրա համար մտանք Ֆինլանդիա։ Դու նոյեմբերի 30-ին մտել ես Ֆինլանդիա։ Ֆինլանդիան այդ ժամանակ Գերմանիայի հետ համագործակցում էր։ Ինչ էր սահմանը առաջ տալիս։ Որ ինչ էիր տալիս առաջ։ Այդ հետո են որոշել ասեն։ Սահմանն առաջ էինք տալի, վտանգը չհեռացնեինք։ Ով էր քո վրա հարձակում, որ վտանգը հեռացնեիր։ Իսկ Ֆինլանդիան երբ է այդ կռվի մեջ մտել։ 41 թվականի հունիսի 25-ին, երբ որ արդեն գերմանացին հարձակվել է։ Ինքը քեզ պատերազմը հայտարարել, 29-ին էլ գերմանացիները եկել է փորձել է Մուրմանսկի այն տարածքը, որը կորցրել է, հետ վերցնի։ Բայց ձեր հիմարության պատճառով Ֆինլանդիայի տարածքը Գերմանիան օգտագործեց ձեզ հարվածներ հասցնելու համար։ Դուք մի քանի կիլոմետր առաջ գնացիք, բայց հնարավորություն տվեցիք Գերմանիան այդքան մոտենա ձեզ։ Ում եք մեղադրում։ Այս ամեն ինչը կարող է թվում է թե ժամանակին է եղել, բայց այդ ամեն ինչի մասին ամեն օր խոսում են, չէ՞ ժողովուրդ ջան։ Ուզում են ցույց տան, որ իրանք ճիշտ են, այս իրանք վրա հարձակվել են, իրանք ճնշում են։ Պետք է ստիպված լինես ամեն անգամ այս կարգի թեմաներին անդրադառնալ։ Բայց եթե դուք վտանգ եք տեսնում պաշտպանության, լավ նայեք, տեսեք դուք 39 թվականից հետո, որ անընդհատ զինվել եք, ինչքան կարողացել եք, բայց պաշտպանական ինչ համակարգ եք սարքել, որ Գերմանիան պետք է հարձակվեր յանի թե։ Որտեղ եք սարքել, մի հատ կարակ ցույց տաք։ Ասեք այս ինչ տեղը ծախսեր արեցինք, անվտանգային այս ինչ խնդիրներ լուծեցինք, պաշտպանական ոնց ասում եք, կարմիր բանակը հենց չի պաշտպանվելու համար, կարմիր բանակը հարձակվելու համար, մենք պաշտպանական դոկտրին չունենք, մոռացել եք ժողովուրդ ջան։ Դա նշանակում է դուք մտածում եք գրավելու մասին, դուք չեք մտածում պաշտպանվելու մասին։ Բայց դրա համար եկան մտան։ Մի ամիս չէին կարող Բրեստը վերցնեին, որտեղ ամրոց էր, կադրավիկներ էին այնտեղ ծառայում էին։ Այդ ընթացքը մեկան կարճ ժամանակում հասան Մոսկվային։ Դեմը որտեղ կանգնող չկար։ Բա ուր էր ձեր պաշտպանական համակարգը, որ առաջ էիք տվել։ Նույնիսկ որ սրանք պատմություն են, բայց ինչքան մեզ հիշացնում են, ստիպված են կլնում նորից դրան անդրադառնանք։ Իսկ հիմա նայենք Եվրամիության հետ կապված Հայաստանի ինչ հարցեր են քննարկվել։
Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարտակոս։ Օրեր առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում ստորագրվել է փաստաթուղթ, որով Հայաստանն աջակցություն է ստանում Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց նախագծի շրջանակներում, բարելավելու էներգետիկ ենթակառուցվածքները, ամրապնդելու էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան, նվազեցնելու կախվածությունն արտաքին դերակատարներից։ Հիմա հասկանանք, այս ինչ դիվերսիֆիկացիա է, որովհետև այդ 5 կենտրոնական Ասիայի երկրները եւ լավ գործընկերային հանդիպում ունեցան Թրամփի հետ եւ լավ գործընկերային հանդիպում Ադրբեջանի հետ։ 5 գումարած մեկ ֆորմատ էին ստեղծել Ադրբեջանի հետ։ Հիմա Հայաստանը գնացել է փաստաթուղթ ստորագրել։ Հիմա հասկանանք ինչ է, այդ դիվերսիֆիկացիան ինչ է նշանակում։ Տաշկենտում մենք ստորագրել ենք փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ մի նախագծի մասին։ Սա ներդրում է ձեր էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար, Մարտակոսն է ասում։ Եվ մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա, ինչու, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից, եւ սա, գիտեք, գալիս է նաեւ մեր փորձառությունից։ Մենք այժմ ունենք հատուկ էներգետիկ ծրագրեր Մոլդովայի, Ուկրաինայի եւ նաեւ մեզ համար։ Օրինակ, երբ 2022 թվականին ուկրաինական պատերազմը սկսվեց, Եվրոպան Ռուսաստանից ներկրում էր գազի 60%, ածխի 50% եւ նավթի 40%։ Հիմա ածուխը 0 է, նավթը 0 է, իսկ գազի դեպքում մենք դանդաղորեն իջնում ենք 0-ի։ Գիշտ է 27 թվին նոր կդառնա 0, բայց նավթը այդքան է 0 չի, ինչքան հիշում ենք, Հունգարիան դեռ չի հրաժարվել նավթ ստանալ, այսինքն վատ է, որ հանձնակատարը տեղեկացված չի, բայց լավ, համարենք 0 է, այդքան բան չի։ Հիմա հարց, երբ որ մեզ Ռուսաստանի կախվածությունից պոկվելու հնարավորությունը առաջանում, մենք իհարկե ուրախ ենք, բայց երբ որ նույն Եվրոպան ողջունում էր, որ Ռուսաստանի կախվածությունից Սիրիան դուրս եկավ, ես մտահոգված էի, ոչ թե դրա համար, որ Հաֆեզ Ասադը մեզ շատ հետաքրքիր էր, չէ, մի բռնապետ էլ Ասադներ էլի, այլ նրա համար, որ Եվրամիությունը եւ Ամերիկան ողջունում էին, որ Սիրիան վերցրեց Թուրքիան։ Այսինքն իրանք ասում են ավելի լավ է Ռուսաստանից պրծնի, թող անցնի Թուրքիայի, իսկ դա մեզ համար ձեռնտու չի։ Եթե Եվրամիության համար Թուրքիան գործընկեր է եւ իրանք պատկերացնում են Հայաստանի հետ համագործակցությունը Թուրքիայով, կամ Ամերիկան ասում է, թե Հայաստանի, Ադրբեջանի հետ հարցեր կա Թուրքիայի հետ ենք խորհրդակցում, մենք էլի գործընկեր չենք Եվրամիության հետ, մենք ցույց են տալի մերոնք, թե տեսեք Եվրամիության հետ ինչ սերտ դաշնակից ենք, բայց Եվրամիությունը մեզ հետ կապված հարցերը քննարկում է, պատկերացնում է, որ դա Թուրքիան է, այս տարածաշրջանի դերակատարը։ Իսկ դա մեզ հեչ հաճելի չի, կարող է մեր իշխանությունը այտենց լավ էլ գոհ է, որ Թուրքիան է թուլացելու հաճույք է ստանում։ Ես ասում եմ, թող Ամերիկան, եթե Թուրքիայի միջոցով մեր հետ հարաբերվի, մենք պարտնյոր չլինենք Ամերիկայի, ոչինչ, Եվրամիությունն է պարտնյոր չլինենք, ոչինչ։ Եթե Թուրքիան է, մենք Թուրքիայի հետ լավ լինենք, էլ ինչ պրոբլեմ ունենք։ Եվրոպայի հետ կհարաբերվենք Թուրքիայի միջոցով։ Եթե մենք գործընկեր չեղանք Եվրամիության հետ, Թուրքիայի միջոցով հարաբերվեցիր, երբ ուզենա, ինչ ուզենա կդադարեցնի, մանավանդ եթե մյուս տեղից կտրվես։ Այսինքն եթե մի տեղից կտրվեցիր, մյուս տեղից կախվածություն ունեցար, երբ ուզեցավ, դա քեզ շանտաժի է ենթարկելու, մանավանդ որ դու որևէ կարգավիճակ չունես Եվրոպայի հետ։ Այսինքն սա մեզ չի ուրախացնում, որտեղ սա դիվերսիֆիկացիա չի։ Եվրոպան դեմ չի, որ մենք Թուրքիայից կախված լինենք։ Իսկ ես դեմ եմ։ Իմ նման շատ-շատերը դեմ են, դրա մեջ վտանգ են տեսնում։ Ռուսաստանի կախվածությունից պոկվում ենք ու մեկ ուրիշ կախվածության մեջ ընկնենք։ 20 տարի խոսում ենք, որ տարան մեր ռազմավարական օբյեկտները Ռուսաստանին տվեցին։ Հիմա էլ ինչա շուռ են գալի Թուրքիային ենք տալի։ Շարունակությունը նայենք, բարձր հանձնակատար Մարտակոս։ Եվրամիությունը քաջալերող է համարում Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը միության անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Նաև այն պատճառով, որ դա Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն է։ Հեսա սրան էլ կանրադառնանք կամքի արտահայտությունն ասածը։ Գործընթացը սկսելու նպատակով Հայաստանը պետք է դիմի թեկնածուի կարգավիճակի համար, ինչը դեռ չի արվել։ Այս սրա մասին, որ մշտական խոսում ենք։
Եվ իհարկե անդամ պետությունները պետք է կանաչ լույս տան։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա, նույնիսկ եթե դա տեղի չունենա, ինչ էլ որ մենք անենք, հիմա կարող է նաև նպաստել եվրոպական ապագային։ Իսկ երբ ես խոսում եմ եվրոպական ապագայի մասին, դա միայն անդամակցության մասին չէ, ասել է Կոսը։ Երկու հարցի վրա հիմա անդրադառնանք։ Առաջինը, երբ որ Հայաստանը այսօր խոսում են, որ անդամակցության հետ կապված, չէ, մանավանդ ասում է ժողովրդի կայունքն է, չէ, օրենքը ընդունվել է։ Օրենքը ընդունել է, բայց դու հայտը չես ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանն էլ ասեց, թե մենք Եվրոպայի անդամակցության հայտ կներկայացնենք, երբ որ գանք հասնենք այդ սահմանին, երբ որ որոշենք, մի դառնում ենք, թե չէ։ Կարող է չենք դառնում, մնում ենք տենց եվրոպական մոդելի երկիր, թեկուզ անդամ չլնելով, ինչ է պատահել, որ չես հասնի դու եվրոպական մոդելի երկիր, եթե այդ ուղղությամբ ճանապարհ չբռնես։ Եթե ճանապարհ բռնես դեպի Շանհայ, չես հասնի ուղղակի դրան։ Եվ այն ծավալի պարտավորություններ, որ դու Եվրոպայի թիմա ներկայացնում եք, վիզաների ազատականացումը, այն, որակապես նոր քայլեր, ինչ հեքիաթ եք պատմում։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մեջ այդ ամեն ինչը կա։ Դուք այն ինչ որ պետք է անեիք մի կամած ժամանակն է 17 թվին է դա ընդունվել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ 20 թվականին վավերացվել է բոլորի կողմից հիմա որ պետք է սկսեք հերթով այդ բաներն անել գնալու եք դեմլնեք պատին որովհետև այդ ընթացքում դուք խորանում եք ԵԱՏՄ-ում դուք չեք կարող նույնիսկ այն պարտավորությունները Եվրամիության հետ ունեք այդ կատարեք Եվրամիությունը կարող է տենց ժեստեր անի ընդառաջ քայլեր անի որովհետեւ իդիկատի ունենա որ ուշ թե շուտ Հայաստանին ներգրավի իր կողմ այդ հասկանալի է առավել եւս որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ազդեցությունից մի բան որ Նիկոլ Փաշինյանն ասում է ինձ վրա հույս չդնեք չեմ անելու դա հա բայց իրանց համար միևնույնն է դա ինչ խնդիր է որ իրանք իրաց հետաքրքիր է թե Սիրիան ընկավ Թուրքիայի ազդեցության տակ կարևորը դուրս եկավ Ռուսաստանի ազդեցությունից մենք ուզում ենք իմանանք Ռուսաստանի ազդեցությունից դուրս են գալի ինչ գնով Թուրքիայի ազդեցության տակ հայտնվելով դա էլ մեր ուզածը թե մենք ուզում ենք ուղիղ աշխատենք Եվրամիության հետ գործընկեր դառնանք իսկ դրա համար հայտ պետք է ներկայացնենք իսկ այդ հայտը Հայաստանը չի ներկայացնում բայց կոսմիկական արագությամբ հայտ ներկայացրեց Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցության հայտ այնպես որ հեսա պարզ ցույց է տալիս որ դուք այդ օրենքը ընդունել եք որ ժողովրդին ասեք Եվրոպա մենք ենք ձեզ տանում ոչ դուք Եվրոպա չեք տանում իսկ Նիկոլ Փաշինյանն ասեց դե եթե ժողովուրդը կուզի մենք էլ այդ քայլը կանենք անդամակցության իսկ որպեսզի ժողովուրդը ուզի ինչ պետք է լինի պետք է ժողովուրդը գնա ընտրության եւ ժողովուրդը պետք է բավարար չափով ձայն տա համարենք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է մեզ տանի դեպի Եվրամիություն բայց հասարակությունը Նիկոլ Փաշինյանին ձայնա տալիս 50% չի տալիս Այնտեղ կռիվ է գնում ռուսամետների իրանց մեջ ես վաղը կանգնելու է Նիկոլ Փաշինյան ասի դե ժողովուրդը չուզեց Եվրոպա գնանք ուզում եք որ պարտադրվի Նիկոլ Փաշինյանը կլինի թե արևմտամետ բլոկ կլինի որը կգա իշխանության կամ որը ընտրությանը կմասնակցի այո պետք է նորմալ ձևավորվի արևմտամետ այլընտրանքը, որը այնքան ձայն ստանա, որ գումարային առումով այնպիսին լինի, որ երևա որ հասարակության մեծամասնությունը կողմ է Եվրամիությանը անդամակցության, որ որևէ իշխանություն լինի դա այդ այլընտրանքը, թե լինի Նիկոլ Փաշինյանը, որը կատաստրոֆա է որ նորից լինի, չկարողանա ասի դե ժողովուրդ ջան, դուք չուզեցիք որ մենք Եվրամիությանը անդամակցենք Այդ դրա համար Նիկոլ Փաշինյանը չի կարող ասի, որ իրան սպասարկողները եվրոպական ուղղություն են տանում, որ իրան կանցնեն, իրանք Եվրոպա կուզեն։ Նրա եթե Նիկոլ Փաշինյանի սպասարկող են, Նիկոլ Փաշինյանը Շանհայի գնա, իրանք ասելու են Շանհայը ճիշտ է, բազմավեկտոր քաղաքականություն ենք վարում։ Մենք գիտենք, նրանցից ուժ չկա։ Բացի այդ էլ մարդիկ ասում են, եթե պիտի Նիկոլ Փաշինյանն ընտրենք, այնա իրան կընտրենք, էլ ինչ ենք այդ իր սասանդալներին ընտրում որ։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանին ատում ենք կամ չենք ընտրում, կգնանք նրա հակառակորդին կընտրենք, չենք իր սասանդալին ընտրում։ Այսինքն մեկը հասարակությանը պետք է այդ կարգի այլընտրանքի դեպքում ձայն տա, որպեսզի արդյունքում երևա որ գումարային առումով անկախ նայած քանի ուժով կլինի, գումարային առումով 50-ից ավել ձայն է ստացել եվրոպական անդամակցության քվեն Այդքան է։ Այնպես որ պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի ունենա։ Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Մարթա Կոս։
Եվրամիությունը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ թրիպի նախագծին հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Սա այն էր երեգել, որ Հիկմետ Հաջիևն ասում էր, մենք շահագրգռված ենք Եվրոպան միանա, որ ասում ենք մի րոպե, Թուրքիան էսեն չէ իրանք կոտորում, որ Եվրոպան միանա, եթե դուք Թրամփի հետ այդ հարցերը կպցրել եք, որովհետեւ տեսեք ինչ են ասում իրանք։ Եվրամիությունը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, իսկ ինչի է թրիպի հետ կապված բանակցություն վարում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ ԱՄՆ-ն հասկացանք։ Բա պետք է Հայաստանի հետ չվարեր։ Հայաստանում ու Ամերիկայի Ադրբեջանի տարածքով ու Թուրքիայի տարածքով անցնելու հետ կապված Եվրամիությունը ներդրումային ծրագիր ունի, նրանք այդ սա հարցերը լուծում են իրանց ուժերով։ Եկել հասցրել են սահմանին։ Դա մենակ Հայաստանի տարածքով անցնողին է հետաքրքրում, որովհետև Եվրոպան ասնա Թուրքիայի, Ադրբեջանի, որովհետև իրանք ցանկանում են, Ամերիկան էլ է ցանկանում, որ ձևը գտնի ներդրումներ անողների մեջ, վաղը մյուս օրը շատ պատահաբար կպարզվի, այսօր դեռ ռիսկ չեն անում դա ասեն, շատ պատահաբար կպարզվի, որ Ամերիկան գտնում է, որ այնուամենայնիվ թուրքերն ու ադրբեջանցիները ներդրում անեն, որպեսզի վստահ լինենք, որ այդ ճանապարհը կաշխատի, բա որ հանկարծ իրանք չուզենան աշխատի, այդ ճանապարհն ում է պետք։ Չէ որ Հայաստանի ներսում այդ ճանապարհը ոչինչ չարժե։ Այդ դրա համար պետք է իրանք էլ ներդրում անեն ու կապ չունի այդ ներդրումը կանեն որևէ արաբական երկրի միջոցով, որևէ ֆիրմայի միջոցով։ Այնուամենայնիվ հասունացում է այն գաղափարը, որ այդ ճանապարհը սարքելու հետ կապված հարցը պետք է բխի նաև Թուրքիայի, Ադրբեջանի շահերից։ Այս է, որ Եվրոպայի հետ իրանք աշխատում են, իսկ մենք ուղիղ չենք աշխատում։ Իսկ Արարատ Միրզոյանը ուղղակի ասում է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց. Հայաստանի Եվրոպական միության գործակցությունը մտնում է նոր փուլ ռազմավարական գործընկերության մակարդակ։ Մեր համագործակցությունը բարձրացրինք ռազմավարական մակարդակի, սա մեր ամբիցիաների վերջը չէ, Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին օրենք ընդունեց Եվրամիության անդամակցության մասին։ Այսօրվա հանդիպման ուղերձը շատ կարևոր է։ Հայաստան-ԵՄ համագործակցությունը մտնում է նոր փուլ, ասաց Միրզոյանը։ Այդ ռազմավարական բառը շատ լավ է հնչում, լավ կլինի, որ ռազմավարական բառի իմաստը մարդկանց բացատրեք, որ մարդիկ իմանան, որ այդ ռազմավարական բառը նենց եք ցույց տալու, որ ես իմ ինչ է, բայց դա ընդհանրապես այդ մտադրությունների ներկայացման, եթե իսկապես դա ռազմավարական է, տենց չի լինի, որ համ Իրանի հետ է, համ Եվրոպայի հետ է, համ Չինաստանի հետ է, համ բոլորի հետ է, տենց չի լինում։ Եվ պետք չի մարդկանց թյուրիմացության մեջ գցել, որ օրենք ընդունեք Եվրոպայի հետ գնում։ Դուք խորացել եք ԵԱՏՄ-ի հետ։ Անհամատեղելի է ԵԱՏՄ-ը եւ Եվրամիությունը։ Իսկ այդտեղ անդադ խորանում եք։ Դուք չեք կարողանա նույնիսկ ձեր ստանձնած պարտավորությունները համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մակարդակով կատարեք։ Պատին եք դեմ ելնելու, չեք կարողանալու։ Ու պետք չի մարդկանց խաբել նախընտրական այսպիսի ելույթներով։ Դրան իհարկե էլի կանրադառնանք, դա շատ կարևոր թեմա է, մի օրվա քննարկելու թեմա չի, մանավանդ հիմա իրանք դա օգտագործելու են քարոզչական նպատակով։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։